Ինչպես պատասխանել երեխայի այն հարցին, թե որտեղից են եկել իրենց քույրերն ու եղբայրները։ Ինչու չպետք է վաղ մանկական տարիքում երեխաներին պայմանական փաղաքշական անուններով ծանոթացնել իրենց մարմնի ինտիմ մասերին։ Երբ պետք է ահազանգ լինի ծնողի համար, երբ վաղ մանկական տարիքում երեխան առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերում արտաքին սեռական օրգանների նկատմամբ։ Ինչ անել, երբ նկատում եք, որ երեխաները, օրինակ, բժիշկ խաղալիս ցուցադրում են միմյանց արտաքին սեռական օրգանները և, ամենակարևորը, ինչու 4-5 տարեկանից սկսած պետք է մայրիկները երեխաներին աստիճանաբար պատրաստեն այսպես ասած աղջկական հիգիենային։ Այս և դեռ հասության տարիքում գտնվող երեխա ունեցող մայրիկներին հուզող ամենահետաքրքրող հարցերի շուրջ զրուցել ենք Աստղիկ բժշկական կենտրոնի մանկական գինեկոլոգ Լիաննա Քոչարյանի հետ, ով նախ ներկայացրեց, թե մանկական գինեկոլոգիային վերաբերող ինչ ժամանակակից բուժսարքավորումներով է հարուստ բժշկական կենտրոնը։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, հատուկ շնորհակալություն Ասատուր Մարատիչին եւ իր ամբողջ թիմին, այսպիսի հնարավորություն ընձեռելու համար, որտեղ որ շատ կարեւոր է լուսաբանել առհասարակ օրիորդի առանձնահատկությունները, մայրիկ օրիորդ ճիշտ հարաբերությունները, ու բացի դրանից էլ շատ մայրիկներ երբեմն չեն էլ հասկանում, որ իրենք ունեն տարբեր հարցեր կամ կուզենան գտնել հարցերի պատասխան եւ չգիտեն ում դիմեն, իսկ մեր կենտրոնը, Աստղիկ բժշկական կենտրոնը այդպիսի հնարավորություն շատ է ընձեռնում եւ մշտապես լուսաբանումներ է իրականացում հենց մանկական գինեկոլոգիայի հետ կապված տարաբնույթ հարցերի լուսաբանմանը։ Առհասարակ մանկական գինեկոլոգիան Աստղիկ բժշկական կենտրոնում հագեցած է իր բոլոր տեխնոլոգիաներով, առաջատար բոլոր սարքավորումներով, որոնց միջոցով հնարավոր է ախտորոշել եւ նաեւ ժամանակին ու գրագետ բուժում իրականացնել դեռահասներին, օրիորդներին ու առհասարակ աղջիկ երեխաներին։ Վաղ մանկական հասակում նորմալ է, որ երեխաները փորձում են ինքնաճանաչողություն դրսևորել, ինչպես բերանի խոռոչի ականջների, այնպես էլ արտաքին սեռական օրգանների եւ կրծքագեղձերի նկատմամբ, այսպիսով ներկայումս արտի բժշկագիտությունը համարում է, որ երեխաները այդպես իրենց օրգանիզմին են ճանաչում եւ իրենց ինտիմ հատվածներին, դա վերաբերում է եւ աղջիկներին եւ տղաներին։ Ուղղակի այդ հատվածներին, այսպես ասած, հետաքրքրություն ցուցաբերելը չպետք է լինի ամենտեղ եւ ամեն միջավայրում եւ բոլորի ներկայությամբ իրենք որոշակի ինֆորմացիա պետք է ունենան, որ աղջիկ տղա տարբերություն գոյություն ունի, որ պետք է իրենց ինտիմ հատվածները լինի միայն իրենցը եւ անհրաժեշտության դեպքում նաեւ մայրիկը դա պետք է տեսնի, ուրիշ ոչ ոք, եւ բացի դրանից նաեւ այս պարագայում ճիշտ է որոշակի ձևով ճիշտ ինֆորմացիա տրամադրել երեխային իր աղջկական առանձնահատկությունների մասին։ Որ դեպքում բժշկուհի պետք է անհանգստացնի ծնողներին, օրինակ երեխաների սեռական օրգաններով հետաքրքրվելու փաստը։ Եթե սեռական օրգաններով անդադար է, ասենք օրինակ տեսնում են, որ աղջիկը կամ տղան անընդհատ ներքնաշորին է ձեռքը ուղղում կամ ինչ-որ գանգատ է ներկայացնում կամ մայրիկը հարցնում է, չի կարելի ինչու է այդպես անում, այս պարագայում իրենք նշանակում են, որ ցավ ունեն, դիսկոմֆորտ կամ քոր կամ այլ գանգատներ, այս պարագայում ստացվում է, որ դա արդեն իսկ անհանգստացնող եւ ժամանակին ու ճիշտ պետք է դիմել ճիշտ մասնագետի, հետազոտվել եւ միգուցե հիմքում տարաբնույթ խնդիրներ ընկած լինեն։ Օրինակ մանկական գինեկոլոգիայում կարող է պայմանավորված լինի արտաքին սեռական օրգանների բորբոքային process-ով, կարող է լինել կուսաթաղանթի ծնվող պոլիպի դեպքում, այդպիսի գանգատ կարող է լինել մեծ եւ փոքր սեռական շրթերի կպումների արդյունքում, երբ երեխայի մոտ որևէ այլ գանգատ չլինի, միայն մայրը նկատի, որ վերջերս օրինակ ներքնաշորի կրելու անտանելիություն է դիտվում կամ նկատում է, որ անընդհատ անդադար երեխան ձեռքը այդ հատվածն է ուղղում։ Նորմալ է արդյոք մականուններ դնել երեխաների ինտիմ մասերին։ Նորից ամենակարևոր հարցերից մեկը հնչեցրեցիք, այո, առհասարակ մայրիկները հենց իմ ներկայությամբ այստեղ ասում են արտաքին սեռական օրգաններին բուլկի, պրյանիկ, խնձորիկ, այսպես նայած ում երևակայությունը ինչքան սահմաններ ունի, այսպես ասած, իսկ մարդկային երևակայությունը կարծես անսահման է, իրենք տարբեր անուններով դիմում են։ Այստեղ կուզենամ կոչ անել ծնողներին, որ անպայման պետք է դիմել միայն արտաքին սեռական օրգաններ, մեծ եւ փոքր ամոթաշրթեր, պետք է երեխային փոքր տարիքից սովորեցնել ճիշտ անվանումը, քանի որ դրանով կանխում ենք եւ հետագայում տարբեր բարդությունների առաջացումը եւ նաեւ երեխան իմանում է թե կոնկրետ որ հատվածում ինչպեսի զգացողություն ունի կամ ինչն է իրեն
որևէ անհանգստության պատճառ հանդիսանում, որով որ կկարողանա մայրիկին հետագայում բացատրել ոնց ինչ։ Եվ երեխայի ինտիմ հատվածը նկարագրելով տարբեր մրգերի կամ թեկուզ ուտեստի տեսքով, այս դեպքում նաև ինչ որ չափով սխալ մտածելակերպ ենք ձևավորում երեխայի մոտ իր արտաքին սեռական օրգանների հանդեպ։ Մի դեպքում կարող է նաև հենց ուտելիքները ինչ որ ձևով հետագայում կոմպլեքսների ու տարբեր խնդիրների պատճառ դառնան, իսկ մեկ այլ դեպքում էլ կարող է ուղղակի իրենք սկսեն ամաչեն իրենց սեռական օրգաններից, չկարողանան ճիշտ ձևով արտահայտեն իրենց ցանկություններն ու զգացմունքները, ավելի մեծ տարիքում, երբ որ արդեն հասուն կին են։ Երեխաները շատ հաճախ հարցնում են իրենց մայրիկներին, թե որտեղից են գալիս, որտեղից են եկել իրենց քույրիկները կամ եղբայրները, ինչպես պատասխանել այդ հարցին։ Նորից ամենակարևոր հարցերից մեկը տվեցիք, առհասարակ հաճախ են ինձ տարբեր հարթակներով գրում կամ առհասարակ զանգում ու հետաքրքրվում, թե որ տարիքից պետք է երեխային բացատրել աղջիկ-տղա տարբերության, սեռական հասունացման, դաշտանային ցիկլի եւ բնականաբար այս ամեն ինչի հանրագումարը արդեն մանկածնման ֆունկցիան է, որով օժտված են միայն աղջիկները կանայք։ Այստեղ կուզենամ ասեմ, որ ի տարբերություն մեր սերնդի կամ մեզանից ավելի վաղ սերունդների, երբ որ արդեն հասուն կին էին դառնում, հասուն օրիորդ նոր տեղեկացված են լինում, թե ինչ իրենից ներկայացնում արգանդը, ձվարանները, կանացի սեռական օրգանները, թե ինչ իրենից ներկայացնում սեռական հարաբերությունը, սեռական ցանկությունները, իսկ այնուհետև բնականաբար արդեն թե որտեղից է երեխան լույս աշխարհ գալիս, կաղամբի միջից, այսպես արագիլն է բերում եւ այլն։ Հիմա կարծում եմ, որ որևէ մի երեխա չկա, որ այդ ամեն ինչի մասին տեղեկացված չլինի եւ իրենք կարծես շատ ավելի շատ գիտեն, քան իրենց ծնողները։ Դրա համար փոքր տարիքից խորհուրդ կտամ մայրիկներին, որ քիչ պետք չի միանգամից արգան, ձվարան, արտաքին սեռական օրգաններ, այսպես գլոբալ մեծ ինֆորմացիա տրամադրել, այլ աստիճանաբար այս ամեն ինչը պետք է բացատրվի երեխային, ամեն տարիքին խիստ համապատասխան, երբեմն հենց հեքիաթների տեսքով, հեքիաթի հերոսուհուն կարող են դարձնել իրենց աղջկան ու հենց իրենց աղջկա, այսպես ասած, օրինակով կարողանան ճիշտ ձևով ներկայացնել, թե որտեղից է երեխան լույս աշխարհ գալիս, ինչ է նշանակում լինել կին, ինչ է նշանակում լինել տղամարդ եւ առհասարակ ինչպիսի դիրքորոշումներ պետք է ունենան։ Այստեղ շատ կարեւոր է նաեւ, որ օրիորդին սովորեցնել, որ ինտիմ հատվածը միայն իրենն է եւ որոշակ ինտիմ հատվածի հետ կապված հարցերը պետք է տալ միայն մայրիկին։ Այս պարագայում շատ կարեւոր է նաեւ process-ի մեջ չներգրավելը տատիկներին, այսպես մտերիմ հարազատներին, քանի որ ամեն մեկը պետք է գիտակցի, որ շատ կարևոր է երեխան ի սկզբանե իմանա իր ինտիմ հատվածի առանձնահատկությունների մասին եւ մաքսիմալ այդ ինֆորմացիան լսի վստահելի մարդուց, տվյալ դեպքում կարծում եմ, որ ամենանպատակահարմարը մայրիկն է, մայրիկից եւ ամեն ինչ ներկայացվի ճիշտ, գրագետ եւ աստիճանական։ Երբեմն process-ի մեջ ընդգրկելով հորաքույր, մորաքույր, տատիկներ, այս դեպքում որոշակի ինֆորմացիայի խեղաթյուրում ենք ունենում, չակերտավոր խեղաթյուրում, որովհետև մեր հարազատները մեզ օգնելու համար են եւ հիմա ստացվում է, եթե ես ասում եմ չպետք է ներգրավենք, ինչ որ ձևով կարող է նեղացնեմ նաեւ մեր հարազատներին, բայց այստեղ ուզում եմ ասեմ, որ մայրիկը ինքը գիտի իր երեխայի առանձնահատկությունները եւ թե կոնկրետ տվյալ պահին խոսակցությունը որ կետում ավարտվեց։ Հետագայում արդեն ինքը նույն ձևով կկարողանա ներկայացնել հաջորդ օրը կամ 2 օր հետո խոսակցության ճիշտ եւ այսպես զուգորդաբար շարունակությունը։ Բժշկուհի, ձեր խոսքում նշեցիք, որ պետք է աստիճանաբար սեռական օրգաններին ծանոթացնել, որ տարիքում պետք է այսինչ բանը ներկայացնել, որ տարիքում արդեն հաջորդը։ Պետք է սկսել արտաքին սեռական օրգանների ճիշտ խնամքից հիգիենայից, որ ներքնաշորը պետք է փոխել ամեն օր, ճիշտ լվացվելու տեխնիկան, ինչպիսի միջոցներ պետք է օգտագործվի։ Հենց 3-4 տարեկանում արդեն կամած, ինչպես արդեն ասեցի, միանգամից ինֆորմացիան պետք չէ այսպես բարձրաձայնել, այլ փոքր հենց տարիքից, երբ արդեն երեխան որոշակի ինֆորմացիա է տիրապետում իր արտաքին սեռական օրգանների մասին, պետք է ճիշտ խնամքին հետևել եւ ընդ որում պարտադիր չի, որ մշտապես մայրիկը լվանա երեխային, այլ ուղղակի մայրիկի հսկողության տակ երեխան ինքը ճիշտ ձևով կարողանա լվանալ իր արտաքին սեռական օրգանները, այնուհետև հետույքը։ Հետո մշտապես այն մշակույթին տիրապետի, որ ամեն օր պետք է փոխել ներքնահագուստը, ամեն օր պետք է լվացվել, պետք է պարտադիր արթուկած լինել, պետք է իր դարակում առանձին ինքը իր անկյունը ունենա, որտեղ այդ բոլորը պետք է սիրուն խնամված դրված լինեն, այլ ոչ թե այսպես համընդհանուր ու բոլորի հետ միասին կամ մի քանի երեխաներ այդ նույն ներքնաշ
ինքնաշորերը իրենց ինտիմ հիգիենայի պարագաները նույն տեղում չպետք է լինեն։ Այդ տարիքից սկսած արդեն երեխան կգիտակցի, որ ինքը ունի իր անկյունը եւ որ դա իր անձնական տարածքն է եւ այդ անձնական տարածքը միայն իրն է եւ կողմնակի այլ մարդիկ չպետք է ներխուժեն։ Մի քիչ ավելի մեծ տարիքում արդեն եւ կրծքագեղձերն են ի հայտ գալիս, արտաքին սեռական օրգանները, ցալքի օրգանների ճիշտ ձևավորումը, ցալքի եւ անոթափոսերի մազակալումը, այս տարիքում արդեն կարելի է խոսել սեռահասունացման առանձնահատկությունների մասին, որոշակի ավելի մեծ ինֆորմացիա տրամադրել աղջիկ տղա առանձնահատկությունների մասին, խոսել նաեւ կամած դաշտանային ցիկլի մասին։ Պետք է այնպես պատրաստել օրիորդին առաջին դաշտանին, որ օրիորդը գիտակից լինի, որ դա իր օրգանիզմում ամենայուրահատուկ, այսպես երևույթներից մեկն է, եւ այդ երևույթին պետք է պատրաստվել ճիշտ ձևով եւ ժամանակին եւ որևէ նող կանգ, զզվանք, ինչ որ արհամարանք, բացասական էմոցիաներ չպետք է լինի, որովհետեւ առհասարակ բացասական էմոցիաները հետագայում բերում են դաշտանային ցիկլի մի շարք խնդիրների առաջացման։ Մի քիչ ավելի մեծ տարիքում արդեն պետք է խոսել, ինչպես ինքը դրսևորի միջավայրում, տղաների միջավայրում իր աղջկական հատկանիշները, աղջիկների միջավայրում ինչպես պետք է դրսևորի, ինչպիսի հագուստ պետք է կրի ամեն յուրաքանչյուր միջավայրում եւ յուրաքանչյուր առիթին։ Այս տարբերությունը դա մեկ օրում չի լինելու կամ մեկ տարում ի ծնե երեխայի հետ միաժամանակ մայրիկը պետք է կամած ինֆորմացիան տրամադրի երեխային։ Այստեղ ես չեմ ուզում հայրիկին էլ առանձնացնել, որովհետեւ աղջիկների կյանքում մեծ նշանակություն ունեն նաեւ հայրիկները, բայց հայրիկները արդեն ընդհանուր ժամանց կարող են անցկացնել իրենց օրիորդների աղջիկների հետ, կարող են այլ ձևով կազմակերպել բուն սեռահասունացման հետ կապված խնդիրներին միանշանակ պետք է հիմնականում բեռը, այսպես ասած, ընկած է մայրիկի ուսերին։ Բժշկուհի, ինչ անել, երբ նկատում է ծնողը, երբ երեխան վաղ մանկական հասակում հաճախ է ձեռքը տանում դեպի արտաքին սեռական օրգաններ, սա անհանգստացնող երևույթ է եւ ինչ անել այս դեպքում։ Նորից ամենակարևոր հարցերից մեկը տվեցի, կարծում եմ մանկական անանիզմի հետ կապված տարբեր հարցերի հանրագումար էր սա իրենից ներկայացնում, առհասարակ մանկական անանիզմ հասկացողությունը ներկայումս դիտվում է որպես նորմալ երևույթ, եթե դա տեղի ունենում այսպես ասած չափի մեջ եւ ոչ հաճախակի, եւ այս պարագայում մայրիկը ուղղակի պետք է փորձի ինչքան էլ որ էմոցիոնալ ինքը գերլարված լինի, իր բոլոր բացասական էմոցիաները թաքցնի եւ փորձի երեխային պարզապես շեղի, քանի որ երբ ձեռքը տանում է երեխան իր արտաքին սեռական օրգանների շրջանում կամ ինչ-որ խաղալիքով ներկայումս մասնագետները կարծում են, որ այդ երևույթները նորմալ են եւ ինքնաճանաչողություն է տեղ ունենում, կարծես աղջիկը ինքը իր հուզող հարցերի պատասխանն է գտնում այս պարագայում եւ սա բացարձակ կապ չունի սեռական ցանկության, սեռական ինչ-որ զգացողությունների հետ, այլ երբեմն նաեւ հիմքում կարող են ընկած լինել տարաբնույթ գինեկոլոգիական խնդիրներ, որոնց դեպքում կամակ թե ակամա երեխան սկսում է ինչ-որ շարժումներ անել, փորձելով ուղղել իր արտաքին սեռական օրգանների շրջանում, այսպես ասած, տեղակայված ինչ-որ գանգատները։ Այս պարագայում պետք է անպայման մաքսիմալ հետևողական լինել, մեծ ժամանակ տրամադրել երեխային, շատ ժամանակ տրամադրել, զբաղեցնել երեխային, պետք է անպայման պլանշետներից, հեռախոսներից, գadgetներից մաքսիմալ հեռու պահել երեխաներին եւ զբոսանքի տանել, ցանկացած տնային գործի մի մասնիկը ոնց որ երեխան հանդիսանա, ասենք օրինակ մայրիկը աման է չորացնում կամ ինչ-որ գործ է անում, այդ բոլոր գործերին պետք է պարտադիր երեխան ներգրավի եւ փորձել այնպես անել, որ ամեն ինչ բացատրելով եւ հասկացնելով լինի։ Հիմնականում այդպիսի շարժումներ, կոպիտ ասած, անում են այն երեխաները, ովքեր ավելի լաբիլ նյարդային համակարգ ունեն, ավելի զգայուն են, ավելի այսպես կապրիզնի են ճակերտավոր, իրենց մոտ է ավելի հաճախ դիտվում եւ նույնիսկ իրենց բացասական կամ դրական հույզերը փորձում են այդպիսի շարժումների միջոցով բավարարել։ Ուստի խորտ կտամ նաեւ ամերիկյան են շատ գունեղ մուլտֆիլմերը չնայել, որտեղ դրանք նորից որոշակի կրկնում են մեր նյարդային համակարգը եւ երկար ժամանակ պետք է երեխայի անընդհատ խոսել, զրուցել, տարբեր հեքիաթներ պետք է, այսինքն ստացվում է, որ մշտապես երեխան պետք է գտնվի ուշադրության կենտրոնում։ Հիմնականում այսպիսի գանգատ նշում են այն մայրիկները, ովքեր ում ընտանիքը համալրվել է եւս մեկ բալիկով կամ ընտանեկան ինչ-որ անախորժություններ են լինում կամ խառը ընտանիքների դեպքում, երբ մշտապես տատիկն ու պապիկներ են ներկա լինում եւ այս պարագայում ուղղակի պետք է
այլ ավելի ուշադրություն դարձնել, այսինքն ստացվում է, որ երեխան ինչ որ հնարավոր է, որ անուշադրության որոշակի ինչ որ դրսև, այո, փորձում է իր ուշադրությունը իր վրա եւ բացի դրանից էլ ինքը կարծես նկատում է, որ ընտանիքի կոպիտ ասած ուշադրությունը որոշակի շեղվել է մեկ ուրիշ անձի նկատմամբ, ուստի դրա համար պետք է փորձել ամեն ինչ անել, որ երեխան նույն ուշադրությունն ու սերը ստանա նաեւ այս պարագայում եւ ինչպես արդեն ասեցի, արգելված պտուղը քաղցր է, բացարձակ չպետք է որևէ բացասական ձևով արտահայտվել, բացասական էմոցիաներ դրսևորել, թեկուզ բարկանալ երեխային կամ ապտակել ոչ մի այդպիսի դրսևորում չպետք է լինի երեխայի նկատմամբ, այլ հակառակը պետք է մաքսիմալ խոսել, զրուցել, խոսել տարբեր հեքիաթների միջոցով, կենտրոնացնել հենց երեխայի խնդիրների վրա։ Այստեղ կարևոր է նաև թե ինչպես է երեխան պարկում քնելու։ Պարտադիր պետք է տաբատը, ներքնած գեստերը մի փոքր ավելի լայն լինեն, մեծ լինեն երեխայի վրա, հագին, այսպես ասած, եւ առանց որևէ կողմնակի կարերի, որպեսզի որևէ լրացուցիչ խոչընդոտ կամ ինչ որ խնդիր չառաջացնենք ինտիմ հատվածների հետ կապված կարերով պայմանավորված։ Այստեղ կարևոր է նաև որ ձեռքերը մշտապես պետք է լինեն անկողնու սավանի վրա, իրենք պետք է մշտապես քնած լինեն, նոր մայրիկը սենյակից դուրս գա եւ ամենակարևոր առանձնահատկությունը, որ ընտանիքում չպետք է լինի այնպես, որ երեխան քնի ծնողների հետ, պետք է առանձին լինի սենյակից դուրս։ Շատ կարևոր հարցին անդրադարձակ, որը ցանկանում եմ ես եւս հնչեցնել, ինչ հետևանքներով է հղի, երբ վաղ մանկական հասակում երեխաներին քնեցնում են ծնողները իրենց նույն անկողնում, ինչ խնդիրների հետ կարող են հետագայում արդեն բախվել։ Բացի օրգանական խնդիրներից, ինչպիսիք են բորբոքային տարաբնույթ օջախների առաջացումը երեխայի կյանքում, հնարավոր է նաև հոգեբանական տարբեր շեղումներ առաջանան, ուստի միանշանակ պետք է երեխան ունենա իր առանձին անկողինը եւ դա ձևական բնույթ չպետք է կրի, այլ ինքը պետք է քնի իր անկողնում եւ հաճախ նաև տարբեր հարթակներում գրում են, որ հնարավոր չի քնում եւ այլն։ Ես վստահ եմ, որ եթե ճիշտ ձևով ամեն ինչ մեկնաբանվի եւ իրականացվի, շատ հեշտությամբ կկարողանան իրենք այդ կոմպլեքսներից դուրս գալ, այդ բարդույթից դուրս գալ եւ կարողանան այնպես անել, որ երեխան իր անկողնում քնի եւ Բժշկուհի դուք նշեցիք, որ մանկական անամնեզմի դեպքում շատ կարևոր է հաճախականությունը, ինչպես ֆիքսել օրինակ ոչ մասնագետի դեպքում, այս դեպքում ծնողը, ինչպես հասկանա, որ այս հաճախականության դեպքում արդեն իսկ անհանգստացնող երևույթ է եւ պետք է դիմել արդեն բժշկի։ Առհասարակ ցանկացած պարագայում, եթե մայրը այդպիսի գանգատ է տեսնում, միանշանակ պետք է դրա մասին տեղեկացնի մանկաբույժին։ Երբեմն ծնողները այցելելով մանկական գինեկոլոգի ասում են, որևէ հետադարձ թուղթ չեք տրամադրելու, չէ, որևէ հետադարձ, այսպես ասած, տեղեկանք, որը որ մենք տանենք մանկաբույժին ներկայացնենք, չենք ուզում մեր երեխայի անկետայի մեջ հսկման փաստաթղթերի մեջ նկարագրված լինի, որ ինքը մանկական անանիզմ է ունեցել կամ բան, այստեղ ուզում եմ հորդորել բոլոր ծնողներին, որ առհասարակ ինչ որ բան թաքուն պահելը կամ գաղտնիք պահելը դա հարցի լուծում չի, այո, եւ հետագայում իր ամբողջ կյանքի համար է դա եւ ցանկացած տարիք ունի իր առանձնահատկությունները, նաեւ հենց դպրոցում կամ մանկապարտեզում են լինում, որ ասում են դայակ ինձ զգուշացրել է, մի բան էլ ամոթ հանք է տվել կամ ինչ որ մի բան, որ իմ երեխան քնած ժամանակ չի քնում անընդհատ մահճակալի մեջ ինչ-որ տարբեր շարժումներ է անում կամ անհանգիստ է եւ այլն, այս պարագայում էլ մշտապես ես ծնողներին ասում եմ, որ առաջնահերթ իմացեք, որ նախ իրենք տեղեկացված են մանկական անանիզմ հասկացողությանը եւ երկրորդն էլ դա համարվում է նորմա, որևէ ախտաբանական վիճակ մենք չունենք, որի կապակցությամբ դուք պետք է ամաչեք կամ գաղտնի պահեք կամ չլուսաբանեք եւ մանկաբույժին եւ դայակ դաստիարակին այս պարագայում եւ նաեւ ուսուցչուհուն։ Ջերմ եւ հոգատար վերաբերմունք։ Նորագույն տեխնոլոգիաների կիրառում։ Տարածված հիվանդությունների կանխարգելում։ Անվտանգ եւ ապահով միջավայր։ Բացառիկ սարքավորումներ։ Միջազգային համագործակցություն։
Միակը Հայաստանում ISO 9001 որակավորմամբ։ Շարունակական զարգացում եւ աճ։ Աստղիկ բժշկական կենտրոն։